նրանց, որոնք խիզախ կյանքով դաժան մահը հեգնեցին և հպարտ մահով մեր սև կյանքին փայլ տվին։ Դուք էիք, որ ազատության տատասկոտ ճանապարհին ցավոտ ու բոսոր մշուշի մեջ հյուսեցիք մեր ամենից գեղեցիկ ու խիզախ երազները։ Դուք էիք, որ ըմբոստության ժայռերի բարձրությունից գահավեժ նետվեցիք ժողովրդի մեծ տառապանքի ծովը, որ մոլեգնած ու մրկացուկ եռում էր ձեր ոտների տակ։ Դուք էիք, որ բռնության ու արհավիրքի խեղդող խավարի մեջ ձեր բոցավառ աչքերի հրափայլ բոցով մոլոր ու լքված հոգիների ուղիները լուսավորեցիք։ Փառք ձեզ։ 1000 տարիների արյունի մառախուղի միջից ձեր գլխին տեղացող անթիվ հարվածների տակ դուք քայլում եք անհողդողտ, համառ ու վսեմ դեպի մի վեհագույն, մի սքանչելի նպատակ։ Քայլում եք հևիհև, վիրավոր, խոշտանգված, ձեր հսկա թիկունքին կրելով մի բեռ, որի ծանրության տակ այնքան ազգեր լացով խորտակվել են ու կորել, որպես մրրիկներից փշրված փոշու ամպեր։ Հոյակապ բախումների ու հսկայական պայքարի մեջ ձեր բաց ու գունատ ճակատներին կախված մնացին բոլոր զրկվածների, բոլոր դժբախտների հուսացող հայացքները։ Ձեր երկաթ բազուկների գոռ հարվածները չարիքի խոլ կամարները դղրդացրին և տանջված հոգիների մեջ ազատության հույզերը փոթորկեցին։ Եվ այժմ, ով ուխտյալ հսկաներ, ազատության խորանի առաջ, ծնրադիր, ձեզ եմ նվիրում ձեր արյունով ցողված այս կարմիր երազները, և ձեզ, ով անանուն ու կորած մարտիկներ, մութ անտառներում և մռայլ ձորերում ընկած հերոսներ, որոնց վերջին հառաչանքները մրրիկներին են պահ տրվում, որոնց ոսկորները հողմերն են լիզում հեծեծալով։ Ձեզ բոլորիդ, պաշտամունքի և հիացումի արդյունքով, և ձեզնով այն վսեմ, այն արյունաներ գաղափարին, որին այնքան սերունդներ փարվել են խանդաղատանքով, և որ ահա ձեր շնորհիվ փայլփլում է մեր մռայլ հորիզոնի վրա։ Փառք ձեզ, խոնարհ հերոսներ։ Դժոխք էր, ու ամենայն ինչ դժոխքի բաժին էր դառնալու, եթե արթնացման լույսը չվերածնվեր։ Նախ ինքնաբացահայտման խնդիր կար, տեսակի ինքնահաստատման կռիվ, հետո հոգևոր արժեքների վերագտման անվարան մղում, ապրելու աստվածատուր շնորհը հպարտորեն վայելելու կեցվածք, հետո էր հնչելու պիղծ, արյունածարավ քոչվորի մարտահրավերը, ու նա իր զենքին ու պատվին ապավեն ընդառաջ պիտի գնար պատուհասին։ Խոյեցի պապերի պատգամ հրովարտակը վերջապես հասել էր նրան, խոլխոլացրել մատաղարյունը ու նա լքելով խորհրդային բանակի շարքերը, բաժանման կարճ գգվանքով հորդորեց Մանուշմորը։ Բերդաձորում անհավատի դեմ տվեց առաջին կռիվը ու ձերբակալվեց։ Ու հիմա Շուշիի բանտում անհամար տանջանքներին հակառակ զուսպ, հավասարակշռված, պիտի խորհեր ու հիանար մեծ հայդուկի Սեբաստացի Մուրադի փառքով։ Սասունի, Նախիջևանի ու Ղափանի կռիվները Դավիթայու պարտքն էր ու Դափնին, առավել մեծ առաքելությունն էր, երբ նա քրդերից ու թուրք ասկյարներից անապատում մոլորված ամեն մի որբ մանկան դիմաց մի ոսկի էր տալիս ու որպես անգին մասունք ուղարկում էր Հայաստան։ Իր արթուն երազների մեջ հասկացավ ու հավատաց, որ այդ փրկված բեկորներից մեկը ինքն է, բուժականցի Մուրադը։ Բուժականի Դավագլորի, Մազանի ձորի կոշտաքարերը մանկուց նրան թափ ու թև էին տվել։ Թեղինքի վանքի մայրական աղերսները զուր չանցան,
ու երկշաբաթյա անվերջանալի մղձավանջից հետո Մուրադը հորաքրոջ տղա մարտնկեր Պավլիկի հետ Շուշիի բանտից հրաշքով դուրս պրծավ, դուրս ելավ ու միացավ նրանց, ովքեր հայկական հարցի դարավոր պատասխանը հոգով ու զենքով էին լուծում։ Մուրադ Զաքարյան, Շուշիի առանձնակի գումարտակի հարվածային առաջին վաշտի փոխհրամանատար, անաղարտ շպիտը դեմքին, մեծահոգի, հանդեպ մերձավորն ու ընկերը, համեստ, երիտասարդ ու քաջ, որին ոչ թե արյան ու կռվի մոլուցքն էր մարտադաշտ տարել, այլ հին, անկատար մի երթում, վրեժի չսպիացող մի վերք, որ արդեն քանի դար մրմուրի պես ծանրացել էր իր տեսակի մտքին ու խղճին ու հաղթական կռվի էր մղում։ Շուշիի ազատագրումից հետո Մուրադը այցելեց այն խուցը, ուր խոժոռադեմ ռուս շանդարն ու անասնադեմ թուրք քննիչը անտաղան ներկայացում էին սարքել, բարոյախրատներ էին կարդում, փորձելով խորամանկելով նրանից ստորագրություն գործել։ Պատի անկյունում այն օրերին գրածի մի մասը պահպանվել էր. «Դուրս եկա քո»։ Երդման ծառան ու զինվորը դուրս էր եկել։ Դուրս էր եկել դժոխքից, անդամագրվել հայ հեղափոխական դաշնակցության շարքերը ու միացել Վիտոյին, Արմիկին, Պետոյին, Հրաչին, Նորիկին, Արարատին, Պավլիկին։